Ես կանգնած եմ Տիգրանաշենում։ Այս ճանապարհով է Երևանը կապվում Վայոց ձորի, Սյունիքի եւ Իրանի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այս գյուղի մասին հայտարարում է. Քարքին Հայաստանի տարածք։ Բայց որ փաստաթղթով Սահմանազատման հանձնաժողովները Տիգրանաշենի հատվածի վերաբերյալ համաձայնեցված քարտեզ կամ արձանագրություն չեն հրապարակել։ Կառավարությունն էլ հանրությանը չի ներկայացրել ամբողջ իրավական շղթան, երբ որ մարմնի որոշմամբ եւ ինչ հիմքով է տարածքը վերագրվել ադրբեջանական ԽՍՀ-ին։ Ալմա-Աթայի հռչակագրում Տիգրանաշենի սահմանագիծ չկա։ Իսկ 29743 քառակուսի կիլոմետրը Հայաստանի ընդհանուր մակերեսն է, ոչ թե այս հատվածի սահմանը որոշող քարտեզը։ Քարտեզագրական նյութերն էլ միատեսակ չեն։ 1926-ից մինչև 1939 թվականների հրապարակված քարտեզներում այստեղ անկլավ չի պատկերվում, այլ խորհրդային քարտեզներում տարածքը ներկայացվում է այլ սահմանագծով։ Այսօր Տիգրանաշենը Հայաստանի վերահսկողության տակ է, եւ Հայաստանի գործող օրենքում ընդգրկված է Արարատ համայնքի կազմում, ինձնից է լավ գիտեք։ Հայկական կողմն ինչ է բանակցելու հանձնաժողովում, եթե վարչապետն արդյունքը նախապես հայտարարել է։ Եթե տարածքը անցնի Ադրբեջանի վերահսկողությանը, կառաջանա նոր սահմանային գծի, ճանապարհի անվտանգության եւ բնակիչների սեփականության եւ այդ տարածքին հասանելիության պայմանների հարցերը։ Եվ եթե հիմքը խորհրդային սահմաններն են, որտեղ է Արցվաշենի վերադարձի հստակ ու փաստաթղթավորված մեխանիզմը։ Պետության ղեկավարը հակառակ կողմի պահանջը փաստ հայտարարելու համար չէ։ Նրա պարտականությունն է պաշտպանել Հայաստանի իրավական եւ անվտանգային դիրքերը։ Ուրեմն ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև Տիգրանաշենի հատվածի սահմանազատումը ավարտելը եւ իրավական հիմքեր հրապարակելը Ադրբեջանի պահանջին ձեռնտու դիրքորոշումը ներկայացնում որպես արդեն հաստատված փաստ։ Հետևությունները թողում եմ ձեզ։